Բարեձեզ, ետերում վեր քաղաքաշարն է, այսօր ես ունիկալել եմ բանասիրական գիտությունների թեկնածու Նելլի Գասպարյանին, ինքն է ինձ դիմել, որոշակի հետաքրքիր ուսումնասիրություններ ունի, Նելլի դուք ետերում եք, խնդրեմ ձեզ ինչ է ձեզ դրդեց և ինչ ունեք ասելու մեր հեռուստադիտողին, խնդրեմ, դուք ետերում եք։ Աշխատանքը ես սկսել եմ անել մոտավորապես մի 5 ամիս առաջ Արաբացու հայատյաց լինելու վերաբերյալ ունեի արդեն տեղեկատվություն, նախ ասեմ, որ արաբացուն ես շատ սիրել եմ իր որոշակի առումով խելացի մտքերի հետ կապված, բայց այդ պահին, երբ ես իմացա, որ ինքը իրոք երևի ամենամեծ հայատյացներից մեկն է, մի տեսակ բացասական բան առաջացավ նրա նկատմամբ, բայց միևնույն ժամանակ ես նրան որպես ուսուցիչ եմ ընկալում։ Արաբացուց առաջ հայատյացության այսպես հրաշալի ճակատների մեջ արտահայտություն ես հանդիպել եմ Դիզրայելի մոտ, որ հայերին պետք է ոչնչացնել, և հետաքրքիր այն էր, երբ հարց են տալիս Դիզրայելին, ինչու հայերին չեք օգնում, չէ՞ որ հույներն էլ են ունեցել գենոցիդ եղել և դուք հույներին օգնել եք։ Եվ Դիզրայելին պատասխանում է, հայերին չենք օգնել, որովհետև հայերը մեզ պաշտոնապես չեն դիմել, հույները այնքան դիմեցին, որ ճարահատյալ օգնեցինք։ Դիզրայելի այս հայատյացությունը, ես չգիտեմ ուղղակիորեն թե անուղղակիորեն է փոխանցվել արաբացուն, բայց հետաքրքիր պահը, որ ես սկսեցի իմ ուսումնասիրությունը, այն էր, որ արաբացու գիրքը իմաստության 7 սյունակարերը 500-ից ավելի էջեր ունեցող գիրք է, ծառայում է իբրև ռազմական ուսումնարանների համար առաջին դասագիրք և Մեծ Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում։ Ուրեմն այստեղից ես սկսեցի պրպտել, թե ինչ կա այդ գրքի մեջ, որ այդպես հրաշալի կերպով փորձում են օգտագործել այդպիսի ռազմական պոտենցիալ ունեցող երկրներ։ Տեքստային առումով առաջին հերթին ինձ հետաքրքրեց, որովհետև գործառական առումով այս գիրքը ոչ միայն փաստավավերագրական է, այլև գեղարվեստական։ Միգուցե դարասկզբին կար այդպիսի տենդենս, այդպիսի միտում, փաստավավերագրականը և գեղարվեստականը միավորելու։ Ուրեմն ես այստեղից սկսեցի և հետաքրքիր մի պահ ևս հայտնաբերեցի, սկսեցի զբաղվել արաբացու կենսագրությամբ։ Պարզվեց, որ արաբացին շատ տարօրինակ ծնունդ է եղել այն թվերի համար, արիստոկրատ անգլիացու և հրյա կնոջ զավակ է, ուրեմն կինը եղել է երեխաների վարժուհի արիստոկրատի տանը և այդ ամուսնություն գրանցված չի եղել, այդ կապից ծնվել է արաբացու եղբայրը, այնուհետև ընտանիքը քայքայվել է և արաբացու հայրը տեղափոխվել է մոր մոտ, այդ կնոջ մոտ։ Այնտեղ ունեցել են ուրեմն 8 երեխա, որոնցից 5-ը առուզավակ, որոնցից 3-ը մասնակցել են առաջին համաշխարհային պատերազմին, զինվորական կարգավիճակով։ Արաբացին ինքը արտաքինով եղել է բավականին փոքրամարմին, չի համապատասխանել զինվորական ծառայության մեջ մտնելու համար անհրաժեշտ տվյալներ չի ունեցել, բայց հետաքրքիր է այն, որ նա մանկուց 6 տարեկանից ուսումնասիրել է լատիներեն, 4 տարեկանում նա արդեն հրաշալի գրում կարդում էր և նրան հաջողվել է ուսումնասիրել արաբերեն, արաբական պատմություն, արաբների պեղումների է մասնակցել, Օքսֆորդի համալսարանն է ավարտել, մասնակցել է պեղումների և այդտեղից սկսել է նրա գործունեությունը։ Հետաքրքիրը այն է, որ նրան հաջողվում է մի քանի անգամ ստիպել, որ հրավիրվի զինվորական հանձնաժողով, հանձնաժողովը ի վերջո նրան ճանաչում է պիտանի զինվորական ծառայության համար, բայց լրտեսական ուղղությամբ։
որովհետև արտաքին տվյալներով նա զինվոր լինել չէր կարող։ Եվ այստեղից սկսվում է արաբացու ոդիսականը։ Նախ նա պետք է համոզեր արաբներին, որ ինքը ի վիճակի է լինել նրանց բարեկամը։ Սկզբում նա մտնում է բավականին մտերիմ հարաբերությունների մեջ Ամիր Ֆայզալի հետ, ուրեմն այդ Ամիր Ֆայզալը ինքը այնքան հետաքրքիր անձնավորություն էր, ես հետո ուսումնասիրությունների ժամանակ հանդիպեցի, որ սերում էր ուղղակի Մուհամեդ Մարգարեի տոհմից, 15-րդ դարից նրա տոհմը հայտնի էր արդեն։ Եվ դա այն անձն է նաև, որ դարձավ թագավոր Իրաքում, երբ որ Իրաքը միանգամից հայտնվեց որպես թագավորություն, այսպես ասած։ Ամենաուշագրավ փաստը, որ ինձ ստիպեց խորանալ, իհարկե սա դեռ առաջին ստադիան է իմ ուսումնասիրությունների, ուշագրավ փաստը այն է, որ արաբացին կռվում էր արաբների կողմից, ղեկավարում էր արաբական զարթոնքը թուրքերի դեմ։ Թուրքական գործոնը շատ հետաքրքիր կերպով մեկնաբանվել է արաբացու այդ ստեղծագործության մեջ։ Եվ այս փաստը առավել գունագեղ է դառնում, երբ մենք հանդիպում ենք հետևյալին։ Աթաթուրքը արաբացու ղեկավարած շարժման ժամանակ գերի է ընկնում արաբներին։ Մի որոշ ժամանակ մնալով, կարճ ժամանակահատված, մնալով մեկուսացված, արաբացին ցանկություն է հայտնում այդ մեկուսացված վիճակից հանելու Աթաթուրքին զրուցելու նպատակով։ Եվ կա շատ հետաքրքիր երկու փաստ։ Նախ առաջինը, որ Աթաթուրքի հետ զրույցի ժամանակ արաբացին ինքն է ասում, եւ այստեղ ես հասկացա, որ սա լինելու է այն միակ մարդը, մեզ ամենաանհրաժեշտ անձը, որը պայքարելու է մեզ համար հայերի դեմ։ Եվ այս առումով, հասկանալով, թե ում է նա գտել, ազատ է արձակում Աթաթուրքին, չնայելով, որ նա բավականին բարձր չին ուներ։ Այնուհետև պատերազմից, առաջին համաշխարհային պատերազմից հետո կա արտգործնախարարության շատ հետաքրքիր տվյալ, որտեղ ասվում է, որ արաբացին նշել է, որ ինքը պատահաբար հանդիպել է ինչ որտեղ Աթաթուրքին։ Այսինքն նա նույնիսկ չի ասում, թե ինչպես է դա եղել եւ ինչ գործոն, ինչ դեր է ունեցել Աթաթուրքը հայերի դեմ պայքարի ժամանակ։ Եվ երկրորդ փաստը, որ իհարկե դարձյալ շատ հետաքրքիր է, այն է, որ արաբացին այդ ամբողջ շարժման ընթացքում գրքի սկզբից մինչև վերջ շատ օբյեկտիվորեն եւ չեզոք դիրքերից է նկարագրում թե թուրքերի հետ կապված թուրքական բնավորությունը, նախ թե թուրքերի հետ կապված հարաբերությունները, թուրքահայերի գործունեությունը, հայերի գործունեությունը, շատ հետաքրքիր է նաեւ այն, որ ինքը հայերին դարձյալ նկարագրում է բավականին անկեղծորեն, ցույց է տալիս հայկական բնավորությունը եւ ոչ մի ավելորդ բառ, բացասական բառ կամ ածականներ չի գործածում ոչ հայերի առումով, ոչ թուրքերի առումով, այսինքն փաստերը ինքնին արդեն դառնում են բավականին խոսում։ Այնուհետև մյուս հետաքրքիր պահը այն է, որ ամբողջ համաշխարհային պատերազմ, առաջին համաշխարհային պատերազմից հետո արաբացուն դարձյալ ետ են տանում բրիտանացիները Անգլիա եւ նա դառնում է Չերչիլի խորհրդատուն 21 թվին, արդեն որպես խորհրդատու է հանդես գալիս արևելքի գծով, բայց լինելով բավականին հակասական մեզ համար, դիտողի համար հակասական անձնավորություն, արաբացին կարողանում է միևնույն ժամանակ հանդես գալ նաեւ արաբների կողմից։ Եվ այն բոլոր պայմանագրերի կնքման ժամանակ, որոնք վերաբերում էին արաբական աշխարհին, արաբացին լինում է համարյա բոլորի ժամանակ արաբացին լինում է մասնակից։ Եվ հայտնի հարցազրույցը, որը նա տվել է Ստեֆենսին, ամերիկացի լրագրող եւ խմբագիր, հարցազրույցի վերջում արաբացին ասում է խորհուրդ կտամ չհրապարակել հարցազրույցը։
Ուրեմն երբ որ ես կատարում էի աշխատանքը, իմ Facebook-յան ընկերներից մեկը Անգլիայից ինձ այսպիսի տեղեկատվություն ուղարկեց, որ այդ հարցազրույցը պատճառ է եղել, որպեսզի Ստեփենսը անհետանա իր հյուրանոցային սենյակից։ Բայց փաստացիորեն տպվում է հարցազրույցը։ Ես չգիտեմ ինչքանով այն կարող է ընդունելի լինել հայերի կողմից, բայց երբ ավելի մանրամասն ենք նայում հարցազրույցի բոլոր հատվածները, գրքի հատկապես նաև այն հատվածները, որը առնչվում է Թուրքին, մենք հասկանում ենք, որ իրոք արաբացին բավականին լավ տիրապետել է այդ տեղեկատվությանը եւ նրան կարելի է համարել այնպիսի գիտակ այդ հարցում, որին երբեք ոչ ոք առ այսօր չի կարողացել, ինչպես ասում են, նրա այդ շարմը, հետաքրքրության վրա ստվեր նետել։ Չնայած իր այդ ամբողջ բացասական գունավորմամբ ու եղանակով, այսպես ասած, եղանակ հաղորդելու ունակությամբ, արաբացին կարող է հայերին բավականին շատ տեղեկատվություն տալ, թե հայերի մասին եւ թե հայերի հետ կապված աշխարհում տիրող իրավիճակի մասին։ Հետաքրքրականը այն է, ես իմ նյութի մեջ մանրամաս այդ հարցին չեմ քննարկել այդ հարցը, նկատի ունենալով, որ առանձին մեկ աշխատանք հոդված հրապարակել կոնկրետ այդ մի երկու հարցի հետ կապված։ Արաբացին գտնում է, որ պետք է հայկական հարցի լուծման մեկ եղանակ կա, պետք է միայն այդ կերպ հայկական հարցը լուծել։ Իսկ դա հայերին վերացնելն է։ Չնայած նա ասում է, որ հայերը հրաշալի արտաքին ունեն, հայերը ամենահին քաղաքակրթությունն են աշխարհի, հայերին կարելի է հանդիպել աշխարհի բոլոր ծայրերում, որովհետև նրանք սիրում են հանգստանալ, նրանք սիրում են ստեղծել, բայց հայերը չեն սիրում սևագործ աշխատանք անել, որովհետև նրանք ձգտում են ավելինին, նրանք ձգտում են գիտության։ Շատ հետաքրքիր մի հոդված վերջերս ինձ հանդիպես թուրքական մամուլում, անգլիալեզու թուրքական մամուլում, որտեղ ասվում էր, որ եթե բոլոր հայերը մնան միասին եւ զարգացնեն գիտությունը, աշխարհը նրանցից փրկություն չունի։ Ես չգիտեմ ինչու է հայի անունը այդ կերպ ընկալվում, հայի կերպարը այդ կերպ ընկալվում, բայց կարելի է այստեղից եզրահանգում անել, որ նշանակում է մենք մեզանից ինչ-որ մի բան ներկայացնում ենք։ Եթե ամբողջ աշխարհով մեկ կա այդպիսի վախ, որ հայը իր գիտական պոտենցիալով, գիտական ներուժով կարող է ամբողջ աշխարհին ստրկացնել։ Իհարկե հետազոտությունը մի քիչ այլ բան է ասում, թերևս եւ Հայաստանը, նույնիսկ այսօրվա վիճակում կարելի է ընկալել որպես համաշխարհային միակ երևույթ, որը չի փորձում որևէ այլ երկրի միջամտել, թե քաղաքական առումով, թե ռազմական առումով, մենք վնասը միայն մեզ ենք տալիս։ Առանց արաբացու ասելու դա արդեն ընկալվում է, որ հայի վնասը միայն հային է գալիս, հայից վնասը։ Հետաքրքիր պահը այն է, որ արաբացին գտնում է, որ հարցի լուծման համար կա մի եղանակ։ Երկու մանդատ պետք է տարածվի հայի վրա։ Հայ ժողովուրդը պետք է Հայաստանից անջատվի եւ գնա այլ երկրներ, ընդ որում քրիստոնյա երկրներ։ Իսկ հայկական հողերը, հայկական տարածքները, հայկական պետության պատկանող այդ տարածքները պետք է անցնեն այլ տիրապետության ներքո։ Սա իհարկե մտածելու տեղիք է տալիս, որովհետեւ հայ ամենտեղ կարողանում է ստեղծել եւ նա կարողանում է ցանկացած երկրում հաջողության հասնել։ Վտանգը հենց այն է, որ թերևս մենք պետք է մտածենք, որ հայը պետք է մնա Հայաստանում, ստեղծագործի Հայաստանում, ապրի Հայաստանում։ Իհարկե մեղադրել չենք կարող մարդկանց, որովհետեւ պայմանները իրոք դժվար են, բայց զարմանալին այն է, որ դեռևս 100 տարի առաջ արաբացին կարողանում էր տեսնել, թե ինչ պետք է տեղի ունենա։ Այստեղ մի հետաքրքիր պահ կա, որ ես կուզենայի ուշադրություն հրավիրել։ Երբ Ստեփենսը նրան հարցնում է, թե
հայ բնաջնջումը ում ձեռքով պետք է տեղի ունենա։ Թուրքը եւ հույնը բավականին մասնակից են եղել այդ գործին։ Արաբացին պատասխանում է նրան, որ թե թուրքը, թե հույնը գործը միշտ կիսատ են թողել։ Նրանք հաճույք են ստացել բնաջնջելու հային, բայց երբեք գործը մինչև վերջ չեն հասցրել։ Միշտ մնացել է մի հայ կին ու մի հայ տղամարդ, որոնք թվում է թե ցերեկ աշխատում են եւ կատարում են բավականին մեծ քանակով աշխատանք, բայց գիշերը բազմանում են ու շատանում են։ Այստեղ կուզենայի ուշադրություն հրավիրել այն փաստին, որ նա մի քանի անգամ է կրկնում, շատանում են, բազմանում են, կարծես դժգոհ է, ավելի մեծ դժգոհություն, որ հայը բազմանում է ու շատանում է, այլ կերպ հնարավոր չէ հայտնել։ Եվ վերջապես այն պահը, որ փորձում են կարգավորել մանկածնությունը Հայաստանում։ Արաբացու մոտ այդ մասին նույնպես նշվում է, որ պետք է կարգավորել իհարկե բացասական ուղղությամբ, բայց մենք կարծես թե առանց հասկանալու անում ենք այն, ինչ որ արաբացին կանխորոշել էր հայի համար։ Մենք փորձում ենք հայի քանակը կրճատել։ Սա իրոք ցավալի փաստ է։ Այսինքն եթե մենք ուսումնասիրենք արաբացու ողջ մոտեցումը հայի կերպարի հետ կապված, կտեսնենք, որ կան բաներ, որոնք գիտակցաբար են անում, կան բաներ, որոնք անգիտակցաբար են անում, բայց միևնույնն է, կարծես թե մենք ընդունում ենք այդ ծրագիրը ենթագիտակցական մակարդակով, շատերը նույնիսկ չգիտեն այդ ծրագրի գոյության մասին, արաբացու մոտեցման մասին, բայց անում են այն, ինչ որ նա կանխատեսել է հայի հետ կապված։ Իհարկե սա շատ ցավալի է, բայց մյուս կողմից երբ մենք արաբացու գրքի այն հատվածն ենք դիտարկում, որտեղ ասվում է, որ թուրքը հային կոտորում էր, ոչ թե նրա համար, որ հայը քրիստոնյա էր, այլ նրա համար, որ հայը հենց հայ էր, եւ այդ նույն պատճառով նա կոտորում է նաեւ մնացած ազգային փոքրամասնություն, այսպես ասած, ազգային փոքրամասնություն ներկայացնող ժողովուրդներին։ Դրանց մեջ էին ալբանացիները, դրանց մեջ էին հույները, արաբները եւ այլն։ Եվ ինչն է այստեղ պատճառաբանվում, ինչպես է այստեղ պատճառաբանվում։ Նրանք ունեին մեկ մեղք, նրանք թուրք չէին։ Իսկ Թուրքիան մեծ Թուրանի ձգտող այդ պետությունը պետք է անպայման իր երկրում ունենար միայն թուրքեր։ Այսինքն այս գաղափարը, մեծ Թուրանի գաղափարը վաղուց է թուրքական պետության մեջ գովերքվում, հարաբանվում եւ այլն, եւ նույնիսկ երիկ թուրքերից առաջ, մինչեւ երիկ թուրքերի իշխանության գալը, կար մի հետաքրքիր փաստ, որ նույնիսկ Սուլթան Համիդը, որ Համիդ II-ը, որը հայ ժողովրդի համար այդպիսի բացասական կերպար է եղել, ցուցաբերում է մարդկային մի շատ հետաքրքիր գիծ, իհարկե ոչ հայի նկատմամբ։ Հրեաները որոշում են դեռ մինչև Իսրայելի ստեղծումը որոշում է փաստորեն Սուլթան Համիդի այդ տիրապետության շրջանում դիմել Սուլթան Համիդին, կաշառել նրան ոսկով եւ բավականին մեծ գումարներով, խնդրելով որոշակի տերիտորիա տրամադրել իրենց ստեղծելու համար, ընդ որում նրանց հայացքը դարձավ դեպի Պաղեստիններ։ Եվ Սուլթան Համիդը նրանց պատասխանում է հետեւյալ կերպ. Ես չեմ կարող, նույնիսկ եթե աշխարհի բոլոր ոսկիներն ու փողերը ինձ տալ, ես չեմ կարող ձեզ տալ մի բան, որը ինձ չի պատկանում։ Այդ տարածքները պատկանում են համայն մուսուլմանությանը։ Այսինքն նա որպես մուսուլման կատարում է իր դերը, բայց իհարկե փաստերը ցույց են տալիս, հենց արաբացու հետ կապված փաստերը ցույց են տալիս, որ Անգլիայի դերը այս հարցում բավականին մեծ է եղել, եւ հենց այդ արաբական զարթոնքի հետ կապված, երբ մինչև արաբները փորձում էին Անգլիային դիմել օգնության, իրենց որոշակի երկրի հարցերը, ազգի հարցերը լուծելու հետ կապված, Թուրքից պաշտպանելու նրանց եւ թուրքական տիրապետությունից դուրս գալու, անգլիացիներին դա դուր չի գալիս։ Բայց երբ տեսնում են այլ հնար չկա, արաբացուն գործուղում են
այդ հարցով զբաղվելու։ Հետաքրքիր է նաև այն, որ գրքի ամենասկզբում Լորենս Արաբացին ներկայացնում է իր բանաստեղծությունը, իսկ բանաստեղծությունը թարգմանել եմ հայերեն, բանաստեղծությունը, որտեղ ասվում է, որ արաբները իրեն դիմել են, որպեսզի նա շարժի այդ հենասյուները, քանդի հինը եւ սպասում են անհամբեր նորին։ Եվ արաբացին ասում է, ես սկսեցի այդ գործը։ Ինքը սկսել է այդ գործը, հասցրել է ավարտին հասցրել է այնպես, որ մի քանի արաբական երկրներ են արդյունքում ստեղծվել, ընդունել է իսլամ, դարձել է շեյխ, այնուհետև, բայց արաբացու կյանքը շատ երկար չի տևել։ 45 տարեկանում նա զոհվել է Անգլիայում, ընդ որում փորձել է վրաերթի չենթարկել 2 երեխայի, բայց ոչ պաշտոնական տվյալներով։ Ես ստացա այսպիսի տեղեկատվություն, որ արաբացին 39-8 երևի այդ թվերին, երկրորդ համաշխարհայինից առաջ, արաբացին փորձել է կատարել որոշակի հանձնարարություն, չի ասվում ում հանձնարարությունը, կապի մեջ մտնելու ֆաշիստական Գերմանիայի հետ։ Ենթադրվում էր, որ նմանատիպ առաքելությամբ նա պետք է դա աներ, բայց հակառակ ուժերը, թե ովքեր են այդ հակառակ ուժերը դարձյալ չի ասվում, կազմակերպեցին այդ վթարը, որտեղ արաբացին կնքեց իր մահկանացուն։ Արաբացու ընտանիքի մասին ոչինչ չի ասվում, նկատի ունեմ ունեցել է կին երեխաներ, դրա մասին ոչինչ չի ասվում, կան իհարկե հակասական տեղեկություններ, այն առումով, որ նա եղել է սադոմազոխիստ, այն առումով, որ ամուսնացել է արաբու հետ 1-2 օրով, ես չգիտեմ դա ինչն է եղել պատճառը ինչի համար։ Բայց փաստացի արաբացու հետ կապված հետազոտությունները տանում են բավականին մեծաքանակ նյութի։ Մեծաքանակ նյութի, որը կարող է առնչվել ամբողջ իսլամի պատմության հետ եւ այլ գործոնների հետ, որոնց մասնագետը ես չեմ։ Ես միայն ուսումնասիրում եմ որպես տեքստ եւ հետաքրքիրը այն է, որ որպես տեքստ այն նույնպես գործարական ոճագիտության դեպքերից որպես տեքստ այս արաբացու ստեղծագործությունները բավականին արժեք են ներկայացնում։ Իմ կարծիքով եզրահանգումներ մեզ անպայման անհրաժեշտ կլինեն։ Ես մտադրություն ունեմ եւս մի քանի զեկուցումներով հանդես գալ, այժմ փորձում եմ պաշտպանության նախարարության համար եւ ռազմական ուսումնական ծրագրերի հետ կապված կատարել որոշակի հետազոտություններ, որովհետեւ կա այսպիսի դրույթ, որ արաբացին իր ստեղծագործության մեջ, նշած ստեղծագործության մեջ մշակել է 27 սկզբունքներ պատերազմելու եւ թշնամուն հաղթելու ուղղությամբ։ Իրեն հաջողվել է առաջին համաշխարհային պատերազմի շրջանակներում 3000 զինվորով, որոնք եղել են պարտիզանական շարժման հիմնականում պարտիզանական շարժում են կազմակերպել եւ ուխտերով զինյալներ է ունեցել 3000 հոգով նա կարողացել է ջարդել 50,000 կանոնավոր թուրքական զորք։ Սա քիչ բան չի նշանակում։ Եվ Միացյալ Նահանգների առաջին տեղեկատվությունը, որ ես կարդացել եմ կոնկրետ արդեն գրքի հետ կապված, դա է եղել երևի 2-3 տարի առաջ, Միացյալ Նահանգների ցուցումով Իրաքում կրվող յուրաքանչյուր զինվոր պարտավոր էր իբրև սեղանի գիրք ունենալ արաբացու այս աշխատանքը։ Եվ ինչ էր նա ասում։ Մինչև թշնամուն չես կարող հաղթել, մինչև թշնամու մշակույթը հրաշալի կերպով չկարողանաս, մշակույթին հրաշալի կերպով եւ լեզվին չկարողանաս տիրապետել։ Այսինքն այն ինչը որ ինքը արել է։ Եվ պարտադիր հաղթանակի պայման նշում է համար առաջին սկզբունքը նրա հետեւյալն է։ Միայն հաղթանակ, պիտի մտածես, որ հաղթելու ես, ուրիշ ոչինչ։ Այսինքն սրանք այն բոլոր բաներն են, որ մեզ այսօր շատ անհրաժեշտ են։ Մենք պետք է իրոք ընկալենք նրան որպես ուսուցիչ, ինչքան էլ որ նա ցանկանում է, որ հայը վերանա։ Բայց
Վերջում նշում է իհարկե, որ հայ այն ազգը չէ, որ կարող է վերանալ, որովհետև նրանք գիտեն, թե ինչպես թաքուն բազմանան, ինչպես գաղտնի կերպով շատանան և ամբողջ աշխարհում ստեղծեն տրամադրություն իրենց նկատմամբ, դրական հույզեր իրենց նկատմամբ։ Բայց առաջին հարցերից մեկը այն է, որ հայը նախ պետք է ունենա արտադրություն, քանի որ հայ արարող է, հայը պետք է կարողանա արտադրել, հայ պետք է կարողանա ոչ միայն արտադրել իր համար, այլ նաև ուրիշի համար։ Եվ վերջապես այստեղից կարելի է որոշակի նաև կռահումներ կատարել։ Եթե մենք հրաժարվենք Հայաստանում վաճառվող թուրքական ապրանքից, եթե մենք կարողանանք ստեղծել մեր հայկականը, երևի ինչ-որ բանի կարող ենք հասնել։ Եթե մենք կարողանանք պահպանել մեր մշակութային հուշարձանները, երևի ինչ-որ բանի կարող ենք հասնել։ Այսինքն, միակ խնդիրը, որ մենք ունենք այսօր, առաջնահերթ խնդիրը, որ մենք ունենք այսօր, իմ կարծիքով, որպես բանասերի ես պատմաբան չեմ կարող ոչինչ ասել այդ մասին, ոչ էլ քաղաքականությամբ եմ զբաղվում, միակ հարցը այն է, որ մենք զարգացնենք մեր ներուժը, մեր ուժը զարգացնենք և հասցնենք այն մակարդակի, որ կարող է ստիպել աշխարհին մեզ հետ հաշվի նստել։ Սա իմ անձնական կարծիքն է։ Շնորհակալություն։ Ձայնը ձեր հեռացավ նորից հեռացավ ձայնը։ Այստեղ համարյա թե